Շնորհակալություն միջոցառում կազմակերպման համար։ Կարծում եմ այսօր երևի ոչ միայն հավաքվածներից, այլ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ամենակննարկող թեմաներից մեկն է դարձել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկը եւ այդ շրջանակներում մենք կարիք ունենք լրջագույն վերլուծությունների, թե ինչպես կարող ենք մենք խաղաղության խաչմերուկ գաղափարը իրականություն դարձնել։ Այդ գաղափարը 2 տարի առաջ ներկայացրեցինք ոչ միայն Հայաստանի Հանրությանը, ընդհանրապես միջազգային հանրությանը եւ սկզբից շատ սկեպտիկ վերաբերմունք կար, թերհավատություն կար, թե ինչ է նշանակում սա, ինչքանով դա իրական կդառնա, քննադատությունների պակաս չի եղել, ես վստահեցնում եմ ձեզ, բայց մենք հետևողականորեն ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը, մենք պաշտոնյաներս մեր բոլոր հանդիպումների ժամանակ վերցնում ենք այս փոքրիկ բրոշուրը, ինքը այսպիսին է, եւ նաեւ այսպիսին է։ Մենք սա վերցնում ենք եւ ամեն տեղ, երբ որ հանդիպումներ ենք ունենում, սեղանին դրված էր, ներկայացնում ենք մեր գործընկերներին եւ նաեւ փոքրիկ 2 կամ մինչև 3 րոպե տեսագրություն ունենք, որներ ներկայացնում ենք, երբ որ առիթ է լինում միջազգային տարբեր հարթակներում ընդհանրապես խոսել Հայաստանի մասին, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հնարավորությունների մասին։ Այսօր օգոստոսի 8-ից հետո մենք այդ իրականությունում ենք ապրում եւ արդեն այս գաղափարը ոչ միայն Հայաստանի Հանրապետությանն է, այլ այս գաղափարը նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների կողմից ստորագրված հուշագիր է։ Եվ մենք արդեն ավելի լրջագույն տրամադրությամբ ենք զբաղված, որովհետև այս իրականացնելու համար նախ եւ առաջ հարկավոր է ինստիտուցիոնալ առումով կառույցներ ստեղծել եւ գնահատել մեր բոլոր հնարավորությունները եւ դրա իրականացման նաեւ հնարավորությունները։ Այս առումով ես հենց այսօրվա քննարկումը այս տրամաբանության մեջ եմ նայում եւ ուզեի որպեսզի մենք շատ դուրս մոտենանք բոլոր այն հարցադրումներին, որոնք կապված են խաղաղության խաչմերուկ գաղափարի իրականացմանը կամ թրիպի իրականացմանը։ Ինչու եմ առանձնահատուկ սա նշում, որովհետև մեր մոտ թույլ տամ ինձ ասել, կան ոչ մասնագիտական շատ գնահատականներ, որոնք ոչ միայն թերահավատորեն են վերաբերում, այլ ուղղակի ընդհանրապես ցանկանում են բացառել եւ նաեւ ներկայացնել, թե ինչ վնասներ կհրմի Հայաստանի տնտեսությանը, եթե ընդհանրապես թրիպի իրականություն դառնա եւ Հայաստանը դառնա խաչմերուկ, խաղաղության կամ տնտեսական կամ տրանսպորտային խաչմերուկ։ Սա այս վտանգավոր երևույթներներ կան եւ պատասխանը կարող է լինել միայն մասնագիտական պատասխան։ Իհարկե, քաղաքական առումով այդ պատասխանները կարելի է տալ, բայց ես կարծում եմ եւ վստահ եմ, որ քաղաքական պատասխանները ավելի հիմնովի կլինեն միայն եւ միայն այն դեպքում, եթե մենք ունենանք լուրջ գիտական հիմնավորվածություն, հաշվարկներ, թե ինչ է նշանակում դա։ Եվ ընդհանրապես ես կառաջարկեի, որ այսօր եւ վաղը եւ մյուս օր այդ թվում Ամբերտին իր հրապարակումների մեջ, որովհետեւ Ամբերտը երևի այն եզակի կազմակերպություններից է, որ տարիներ շարունակ անդրադառնում է տրանսպորտային խնդիրներին, սահմանների բացմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, եզակի կառույցներից, որ ինքը հետևողականանում է, բայց ես այդ ամեն ինչի մեջ հիմա կուզեմ տեսնել շատ կոնկրետություն։ Իմ անձնական տեսակետն եմ սա հայտնում, որտեղ ես ավելի եւ վստահ եմ նաեւ բոլոր կառավարության անդամները, պաշտոնյաները, ովքեր որ այդ փաստաթուղթը կներկայացնեն միջազգային տարբեր հարթակներում, ավելի լավ կզգանք մեզ, եթե մեր ձեռքին լինեն փաստարկված, գիտականորեն հիմնավորված փաստաթղթեր։ Շնորհակալություն։